Խանութից պատվիրում եմ տաքսիով ինչ-որ մի բանի առաքում։ Նշում եմ հասցե, հետո հասկանում եմ, որ հասցեն սխալ եմ նշել, պիտի տարվեր, ասենք, մի փողոց վերև։ 300 մետր տաքսիստը պիտի ավել քշի։ Տաքսիստը գալիս է, ապրանքը բերում է, ասում եմ հնարավոր է, որ դուք տանեք 300 մետր ավել։ Եվ դա տաքսիստի համար մեծ խնդիր է։ Ինչու ինքը պիտի քշի 300 մետր ավել, եթե իրեն արդեն խանութը վճարել է այդքան կիլոմետրաժի համար։ Եվ ինքը սկսում է վիճել, բորբոքվել, ես ինչ արեցիր, հիմա ես պետք է երկար քշեմ։ Հենց ես հավելավճարը տալիս եմ եւ շատ ավելին եմ վճարում, քան տաքսիստը, ասենք, սպասում էր, որ ես պիտի վճարեմ, միանգամից ինքը հասկանում է, որ կոնֆլիկտ չկա, չի ուզում կոնֆլիկտի գնա, դեռ ասում է շնորհակալություն։ Հայաստանում կոնֆլիկտների մեծ մասը հնարավոր է լուծել մինչև 2000 դրամով։ Կոնֆլիկտների կեսը հնարավոր է լուծել 1000 դրամով։ Եթե դուք նայեք մարդիկ ինչի շուրջ են վիճում, դուք կտեսնեք 1000 դրամով հնարավոր է լուծել կոնֆլիկտների կեսը։ Անիմաստ է կոնֆլիկտի գնալ որևէ մեկի հետ, եթե համոզելու եւ փողով հարցը լուծելու բոլոր խելամիտ միջոցները սպառված չեն։ Եթե դուք պատրաստ լինեք ամեն կոնֆլիկտի համար վճարել մինչև 5000 դրամ, ձեր կոնֆլիկտների մեծ մասը գոյություն չեն ունենա։ Սա տարիների ընթացքում իմ կարևոր եզրակացություններից մեկն է։